ձեզ։ Գաղավար մի քանի թեմաներ կա եւ այսպես երեկվա առավոտյան մենք տեսանք, որ Արագածոտնի թեմի առաջնորդարան էին մտել ծրականները, կալանավորվեց այսօրվա առավոտյան թեմի առաջնորդը, հոգեվորականների տարի քննչական 6 հոգու։ Այո, խնդրեմ ինչեր տեղի ունենում, արդյոք սա պայմանավորված էր նաեւ վերջերս Եգիպտոսում էր ինքը, Ալիևը, Թրամփը եւ այնտեղ էլ ասում են ըստ էության նորից ծառայքի եւ ամեն ինչի արժանացած դրանով պայմանավորված եկավ եւ Ես իհարկե չեմ կարող հավաստի պնդել, որ այնտեղ այդ Շարմ-ալ-Շեյխ կոչվածում ենթարկվել է ծաղրանքի, բայց մենք երևի տեսնում ենք, որ Փաշինյան կոչվածը իրականում Ալիևի հայրենակից է։ Եթե գիտեք, Տրամփը տենց էլ հարցրել Ալիևին, որ ուր է քո հայրենակիցը։ Ալիևն էլ մատով ցուցադրել էր այդ կոպիտ ասած Փաշինյանի։ Ուզած չուզած քամի որ էդի ժամանակի ընթացքում համընկնում է հակա եկեղեցիական նոր հալածանքների հետ, ուրեմն կարելի էր սպասել, ոչ թե ենթադրել, այլ սպասել, որ կոնկրետ հրաման է ստացել այդ Եգիպտոսում ոչնչացրու հայկական եկեղեցի։ Համենայն դեպս այն եկեղեցիական գործիչներին, որոնք քիչ թե շատ, բայց հայտնի են իրենց կոնկրետ դիրքորոշումներով ազգային հարցերի շուրջ։ Մի մոռացեք, այդ արանքում եղել էր նաև ոմն Շան որդու Թալիշ ազգությամբ Ալլահ շուքուր կոչված Փաշազադե, որը հանդես է եկել ու եսիմ ինչ-որ նորանոր, ինչ-որ հին մեղադրանքներով հենց մեր եկեղեցու հասցեին է հանդես եկել։ Ու չեմ կարող բացառել, որ դա ևս այդ Ալիևների կլանի ներկայացուցիչի հետ խոսացվել է Շարմ-ալ-Շեյխում։ Եվ աղա մենք տեսնում ենք արդյունք։ Այդ ստախոսը ժխտումը, չի ժխտում, դա փոխկապված չի Բաքվի հետ, դա եկեք պայմանավորենք, որ դա սուտ է ու ոչ ոք պարտավոր չի ստերին հավատալ։ Երևում է շատ ակնհայտ։ Բաքվի կողմից որևէ մեկը կներեք թռռոց թողեց, Երևանում ֆաշիստները կատարում են թռռոցը։ Դա երևում է։ Ու ոչ ոք չի կարող դա բացառել։ Մանավանդ ամենագլխավոր ստախոսը Երևանի։ Ուրիշ բան, որ այդ Շարմ-ալ-Շեյխում, ինչքան ես եմ հասկանում, Համենայն դեպս հնարավոր է ենթադրել, որ խոսացվել է շատ ու շատ հարցերի շուրջ։ Ոչ միայն մեր եկեղեցու դեմ հալածանքների ուժեղացման կամ ինչ-որ կներեք կենտրոնացված
մարդկանց անձանց դեմ ինչ-որ գործեր կատարելու, չէ, գործեր կատարելու նպատակը կամ ուղղվածությունը երևում է։ Ձերբակալվածներից մեկը վեհապարի բարեկամական շրջապատից է։ Դա ճնշման մեթոդներից մեկը։ Օրինակ, Գյումրիի քաղաքապետի ճնշման, ասենք վրա ճնշում գործադրելու համար ձերբակալել են իր հարազատ որդուն։ Դա ֆաշիստական մեթոդաբանություն է, մեր մեջ ասած։ Ուզում եք ասեմ ստալինյան, բայց դա ֆաշիստական մեթոդաբանություն։ Նացիստական Գերմանիայում նույն կերպ են գործել։ Հիմիկ ու արևմտյան երկրներում նույն կերպ են գործում։ Դա ֆաշիզմ է։ Ու չպետք է մտածել, որ այդ ֆաշիզմը ուղղված է ինչ-որ մի անձնական հաշիվներ մաքրելու համար, ոչ։ Հիմքը միշտ քաղաքականացված է և քաղաքական է։ Տվյալ դեպքում անպայման պետք է տեսնել փոխկապվածություն դրա հետ, որ նրանք ինչ-որ մի բանակցել են, թե հանդիպել են այդ Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխում։ Ու բոլորեն, որ ինչ-որ հնչում է Բաքվից, այս կամ այն ձև, բայց էլի նույն ուղղվածության շրջանակներում պետք է դիտարկվի, այդ թվում այն հայտարարությունները, որ իբր թե Բաքվի, Կովկաս Տատարստանի պետական եւ այլ ատյանները նոր տրամաբանության շրջանակներում սպասում են, որ Պաշիկը հանձնի բոլոր 3 նախագահներին Հայաստանի, որպեսզի նրանք դատվեն Բաքվում, որպես հանցագործներ։ Չեք նկատել նման բան, իզուր։ Այսինքն, դա սաղ ամեն ինչ նախաբան է։ Վերջում, պետք է սպասել, որ ներկայացնելու են խաղաղության պայմանագիր կնքելու համար հանձնեք մեզի 3 Հայաստանի նախագահներին։ Ու այսօրվա դրությամբ հակահայկական ֆաշիստական ռեժիմից ամեն ինչ սպասելի է։ Հենց դրա պատճառով, որ դա հակահայկական ռեժիմ է։ Սա կարելի է համեմատել տենց ասիական երկիր կա Կամբոջա, որ Կամբոջայում ինչ-որ կոմունիստական կամ պրոկոմունիստական իշխանությունները ոչնչացրել են 3 միլիոն մարդ սեփական բնակչությանը, զուտ սեփական բնակչությանը, ոչ թե նրանք իրենց ֆաշիզմը դրսևորել են հարևան երկրների դեմ կամ ժողովուրդների դեմ, այլ սեփական ժողովրդի դեմ, սպանելով 3 միլիոն մարդ։
Դե ինչպես կարող է զարգանա իրավիճակը մեր մոտ, եկեք ես նույնիսկ չփորձեմ կանխատեսել կամ կանխագուշակել։ Դա գուշակումների, ասենք, առարկա չի։ Որ այսօրվա դրությունից, ասենք, ելնելով, մենք փորձենք մտածել, էլ ինչ պիտի հանձնի Պաշիկյակյան իշխանությունը։ Էլ ում պիտի հանձնի Պաշիկյակյան իշխանությունը, ճակերտավոր է հարկի իշխանությունը։ Բայց իրավիճակը ծայրաստիճան լարված է։ Փաստորեն այդ քայլերով Պաշիկը սադրում է ողջ հայոց առաքելական եկեղեցին։ Սադրում է։ Ու ցանկացած շարժում ուզում է ներկայացնել որպես հակապետական գործարք։ Դե մենք տեսել ենք Սրբազան Միքայելի դատապարտել են 2 տարու բանտարկությանը, չգիտեմ ինչ է սպասվում, բնականաբար չգիտեմ, ես Նիկոլի դատավորներից չեմ, որ ասեմ, թե Սրբազան Բագրատի վերաբերյալ ինչ պիտի լինի, էլ չեմ ասում այն բազում ձերբակալվածներին, որոնք ձերբակալվել են գրեթե միաժամանակ Բագրատ Սրբազանի հետ, չեմ կարող ասել։ Մենք տեսնում ենք, որ շարունակում է անհարգի վերաբերմունքը, որտեղ եթե որևէ մի մարդ ստանձնեց, ստացա եկեղեցիական ինչ-որ մի, ասենք, պաշտոն է կոչում, ապա շարունակաբար գրել կտրիչներ Սիսյան, դա վիրավորանք է։ Ու վիրավորանքի հեղինակը իջևանցի թորք Պաշիկը։ Հենց այդպես, իջևանցի թորք Պաշիկ։ Հիմա Պաշիկի հետևից սկսել են դա կրկնել կիսախրեյա Ռուբիկ Ռուբինյանները եւ այլոց, ուրիշ մարդիկ այդ թայֆայից, հանցավոր թայֆայից։ Իմանալով, որ ըստ եկեղեցիականով այդ մարդը ճանաչված վեղափարը այն էլ աշխարհով մեկ, որ հանդիպում է նույն Հռոմի պապի հետ, թե ռուսաց եկեղեցու, ասենք, առաջնորդի հետ, նրանք փորձում են նսեմացնեն այդ մարդու ոչ թե նշանակությունը հայոց առաքելական եկեղեցու մեջ, այլ ընդհանրապես իր մարդկային եւ ինչու ոչ նաեւ քաղաքական դիրքորոշումներ։ Ինչքան դա կարող է հաջողվել, չի հաջողվել, չեմ կարող ասել, քանի որ մենք տեսնում ենք, որ հենց մեր առաքելական եկեղեցու շարքերում կան մարդիկ, որոնք ծախվել են Պաշիկներին, ծախվել են, բացահայտ ծախվել են։ Ու այդ մարդկանցից պետք է ամեն ձևի ազատվել, ամեն ձևի, սկսած քաղաքացիական
ինչ-որ գնահատականներ տալ այդ մարդկանց, անվանել իրենց այն խոսքերով, անուններով, որոնց նրանք արժանի են։ Իրենց պետք է վանել հասարակությունից, անպայման, իրենց պետք է մեկուսացնել ժողովուրդից, անպայման, նրանք վերջապես հասկանան, որ խիղճը չեն ծախում, են էլ տշնամու։ Այդ արագացոտնի ուրեմն թեմու սաղ այդ իրադարձությունները մի հոգուց է սկսվել։ Այդ մի հոգին պիտի մեռնի ամոթից։ Նա հայտարարեց ոչ միայն իր ընտանիքը, նա հայտարարեց նաև ողջ եկեղեցի։ Ու պետք չի մտածել, թե այդ կրոնական, արդեն պետք է տենց ասել, դա այդ կրոնական պատերազմը զուտ դրա համար, որ վեղապարին ստիպեն, որ նա գնա հրաժարականի կամ եսիմինչի, ոչ, դա Գարեգին բեի դեմ չի պատերազմա, ահա թե ինչու, այդ իսաղրիա, հուդայական, սկսել է խոսել, որ նրանք եկեղեցու դեմ չեն, նրանք իբր թե զուտ Գարեգին բեի դեմ են, դե հուդա, եվրեյ, դուք միշտ եղել եք հայոց քրիստոնեության դեմ աշխատող տար, միշտ, նույնիսկ այն վաղտ, որ դեռևս սիոնիզմի շարժումը չի եղել, միշտ, դու հրիայի չուտ, հենց անձամբ քեզ եմ հիշեցնում, թե քո հայրենակիցները, հուդայականները, ինչպես մի պարսկա-բյուզանդական պատերազմի ընթացքում անպակաս 30,000 քրիստոնյաներն կոտորել են Երուսաղեմում։ Վաղ միջնադար, դերևս։ Դուք արդեն ատում էիք բոլոր հայերին և հայոց եկեղեցի, այդ ջիղոդի չուտ։ Եվ ձեր ջիղուդական հանցավոր կազմակերպությունը Հայաստանում պետք է վերացնել, դա հաստատ եմ ասում։ Չգիտեմ, ոնց և ինչպես, բայց դուք պետք է վերանաք Երևանից, Հայաստանից, բոլորը, ով որ ձեզ չի ղեկավարի, Անգլիա, Մանգլիա, Տրամպիա, Տրիպ-Տրամպիա, Տրամպ-Տրիպիա, դուք պետք է վերանաք ստեղից, որովհետև կա պատգամ, որ ցանկացած Իսրայելի, հրեաների, Ամերիկայի վարձկանները պիտի սատկեն Անդրկովկասում։ Այդ պատգամը կա։ Հաշվեք, որ դա հրամանը։ Առայժմ դա միայն Իրանի պատգամը կամ հրամանը, բայց ոչինչ։ Այս ձեր գործելակերպը կբերի դրան, որ ամբողջ աշխարհը այդ պատգամը սկսի իրականացնել։ Այստեղ արդեն իրավունք ունենք սպասել, որ նույնիսկ
ոչ թե 2-3, այլ բոլոր նրանք, ովքեր փոխկապված են Հայաստանի անկախության հետ, Հայաստանի անկախության կայացման հետ, Հայաստանի անկախության եւ ազատ պետականության զարգացման հետ, նրանք բոլորը պետք է միավորվեն ու ջախջախեն ֆաշիստներին, երրորդ անգամ եմ կրկնում, ջախջախեն ֆաշիստներին, բոլորը, Տեր-Պետրոսյանները, Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները, քանի որ վերջապես իրենց ձերբակալելու եւ Թուրքին հանձնելու վերաբերյալ սկսել են հնչեցնել տարբեր գաղափարներ։ Եթե միջոցներ չեք ձեռք բերելու, մի կասկածեք, Բաշիկյակյան իշխանություն կոչեցյալը ձեզ կհանձնի Թուրքին։ Մի կասկածեք։ Դա արդեն երևացող փաստ է։ Ոնց որ նրանք դասավորել են, որ Արցախի հանրապետության ղեկավարները հիմա Բաքվում դատվում են, բանտարկյալներն են, նույնը ձեզ համար կպատրաստեն։ Եգիպտոսում ամեն դեպքում գալով ինչ տեղի ունեցավ, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ Եգիպտոսում, գիտեք ինչ, Եգիպտոսում տրվել է այդպես կոչված երկաթե մանդատ, որպեսզի Իսրայելը ոչնչացնի բոլոր պաղեստինցիներին։ Ահա ինչ տեղի է ունեցել Եգիպտոսում։ Ու արդեն այդ իսրայելական ֆաշիստ Նետանյախուն այսօր հայտարարել է, որ այս վերսկսումը պատերազմական գործողություններ։ Արդեն մենք չենք ուզում որևէ մեկին արդարացնել, որ կամ ասենք շատ ավելի ուժեղ ձևի մեղադրենք, բայց դա նորմալ է, եթե ձեզ ոչնչացնում են անընդհատ Զոհերի թիվը ասում են արդեն 60,000-ից ավել է Գազա հատվածում։ Ու հետևից պահանջում են, որ դուք զինաթափվեք, մարդիկ չեն ցանկանում զինաթափվել։ Այդ նախ։ Երկրորդը, ինչ խաղաղ կոնֆերանս, խաղաղության կոնֆերանս կարող է լինել առանց Գազայի մասնակիցներին, նույն Իսրայելի մասնակիցներին, եթե Իրանը հրաժարվել է մասնակցել նման հավաքույթին, որտեղ հավաքված են միայն ֆաշիստները, այո, Ալիևը գնացել է, նա ֆաշիստ է, Պաշիկը գնացել է, նա ֆաշիստ է, ով որ գնացել է Շարմ ալ-Շեյխ, բոլորն են ֆաշիստ։ Բնականաբար այնտեղ Շարմ ալ-Շեյխում չկան ոչ Ռուսաստանի ներկայացուցիչներ, ոչ Չինաստանի ներկայացուցիչներ։ Շարմ ալ-Շեյխում հավաքվել են միայն ֆաշիստներ, միայն։ Ու Անդրկովկասից ֆաշիստական ներկայացուցիչները եղել են Փաշիկօղլի, Ջիվանից, Թորկ և Ալիևը։ Սա է տեղի ունեցել Եգիպտոսում։ Այսինքն բոլորը, ովքեր մասնակցել են այդ հավաքույթին, դա լուրջ խաղաղ կոնֆերանս, խաղաղության կոնֆերանս, չի կարելի անվանել։ Տարանջատված բոլոր ուրիշ հարցերից, տարածաշրջանային, թե համաշխարհային, սա ֆաշիստական դաշնակիցների հավաքույթ է, ոչ ավել, ոչ պակաս։ Եվ բնականաբար, այնտեղ պետք է որևէ մի հարց արդար լուծում ստանալ։ Չէ։ Արդար լուծումը լինում է այն ժամանակ, երբ
այն երկիրը, այն ժողովուրդը, այն ենթադրենք ժողովրդի մի մաս, որոնք ունեն խնդիրներ, հանդիսանում են որպես ինչ-որ չափի ուժ, ինչ-որ չափի, թեկուզև սահմանափակված, բայց այնուամենայնիվ ուժ, որ ապացուցել է իր ուժը մարտադաշտում, ոչ թե երևանյան ձևով, որ վերցնեն Փարաքարի խոշորացված համայնքի ասենք հեկավարին սպանեն ցուցադրաբար ու ասեն, որ դա քաղաքականություն չի, մոռանալով, որ դրանից առաջ Վալոդյա Գրիգորյանը ջախջախել է պաշիկներին տեղական ընտրությունների ժամանակ։ Այո, իշխանավորները ջախջախիչ պարտություն են կրել Փարաքարում։ Ու այդ վերցրեցին ժողովրդի ընտրյալին սպանել են։ Սա արդեն նախանշում է, թե ինչպես պետք է լինեն 26 թվականի ընտրությունները։ Այս ձև կամ բանտ են նետելու, կամ սպանելու են ընտանիքի աչքի առաջ։ Ու այդ պատճառով ժողովուրդ ջան, ընկնդիր ջան, գալիք ընտրությունները դատապարտված են լինել անօրինական գործարք։ Ձեզ հետ։ Որտեղ նա պնդում են, չէ, որ ձեր ձայներից ամեն ինչ, դուք որ ասեք կանենք, Ավինյանին մոռացել եք, ասեք կանեմ, դե, ինչ որ մեկը ասել է Ավինյանին կամ Ավինյանի, ասենք, ամենաբարձրաստիճան պաշտոնյային, որ գնացեք Վալոդյա Գրիգորյանին սպանեք, չէ, ոչ մեկը դա չի ասել, ընտրողներից։ Ամեն ինչ նախանշում է մի բան, սաստկացնելով ներքին վիճակը, ճակերտով իշխանավորները պատրաստում են հայերին ևս ինչ-որ մի ամոթալի խայտարակ պարտություններին։ Լինի դա Սյունիքի հարցում, լինի դա Թավուշի հարցում, լինի դա Երևանի հարցում, ինչու ոչ։ Նա գտի պատրաստում ուժեղացված, արագացված ընթացքով, Ռուբիկի Ռուբինյանները, եւ այլերը։ Տեսեք, հայերի դեմ բացահայտ հրեաներ են կանգնած։ Բացահայտ։ Մին նայեք ինչ-որ սուտ հայտարարություններին նույն Իսրայելից, ոչ։ Ռուբիկ Ռուբինյանը, որպես հրեա, ցուցադրում է ձեզ, ինչին են ուղղված բոլոր իրենց հրեական նախաձեռնությունները, կոնկրետ Հայաստանի վերաբերյալ։ Ու երբ մենք դա տեսնում ենք, իմի ենք բերում, գումարում ենք ամեն ինչ, մենք ստանում ենք բավական հստակ պատկեր։ Մեր տարածքը ամեն դեպքում կառավարվում է այն ուժերի կողմից, որոնք շատ ճիշտ մի քանի ամիս առաջ, մի քանի անգամ բնութագրեց Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական միջազգային հարցերով նախկին արտգործնախարար Ալի Ակբար Վելայաթին։ Բոլոր ծրագրերը
որոնք վերաբերվում են հայերով բնակեցված տարածքներին, դա Իսրայելի, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ որոշակի պատյուրքիստական շրջանակների պլաններն են։ Սրանք կապ չունեն հայոց հարցերի հետ, հայկական կոնկրետ հարցի հետ, այսինքն ցեղասպանության, ճանաչման եւ դատապարտման հետ, նրանք ոչ մի կապ չունեն հայերի հետ։ Սա այս ծրագիրը խաղաղության խաշմերուկ, խաղաղության դարաշրջան, դա սա հրեական, անգլոսաքսոնյան եւ պանթյուրքիստական ծրագրերի արտացոլումն է։ Բայց նույն վիլայեթին կողքը հիշում եք երևի թե մենք այս տաղավարից դա մի քանի անգամ եւ հնչեցրել ենք եւ մեկնաբանել։ Նույն վիլայեթին զգուշացրել է, թե Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ, թե առանց Ռուսաստանի ջախջախել, ոչնչացնել ցանկացած վարձկանին ԱՄՆ-ի, Իսրայելի, Անգլիայի եւ որոշակի պանթյուրքիստական շրջանակների։ Առաջարկում է պաշիկներին եւ պաշիկյաններին, փաշիստներին, ֆաշիստներին վերջապես պատրաստվել, դեզանից կզտեն հայոց հողը, հայոց երկիրը։ Վատը, եթե դա կանի ինչ-որ դրսի ուժը, շատ վատը։ Վատը, եթե դա չի անի ինքը հայ ժողովուրդը, դա շատ վատը։ Որովհետև այն ուժը, որ կազատագրի Հայաստանը եւ Արցախը, ինչու ոչ, Արցախն էլ է ցանկում այդ դավաճանական հանցավոր խմբից նա կդառնա տերակալ ստեղ, ցավոք սրտի։ Ու ցավալի է լինելու, եթե դա կլինի ոչ հայերից, ասենք, առաջ եկած, առաջադրված ինչ-որ մի շարժում ասեմ, թե ոչ, թե ուժ ասեմ, ամեն դեպքում, եթե ազատագրում Հայաստանի կգա դրսից, դա վատ է, բայց դա ավելի լավ է, քան թե պահպանել այս հանցավոր խումբը, որը շարունակում է իրենց դեմոկրատական արշավանք հայոց հարակելական եկեղեցու դեմ։ Ամեն դեպքում այդ մթնոլորտի պահպանումը դա արդեն կարելի է համեմատել նաև 1915 թվականի ցեղասպանության հետ, եղերնու հետ։ Դա եղերն։ Տվյալ դեպքում այդ եղերնը ուղղված է հայ քրիստոնեության դեմ։ Էլի մի մոռացեք, սա կոնկրետ Գարեգին բեի դեմ արշավանքը չի։ Դա մեր եկեղեցու, ազգային եկեղեցու դեմ արշավանքն է։ Ինչին վկայում է իմ հիշատակած թալիշ մախմեդական գործիչ Ոմն Ալլահ շուքուր Փաշազադե։ Ու թող չժխտեն երևանյան հրեաները, սենց ասենք, երևանյան հրեաները, հուդայականները, թող չժխտեն այդ փաստը, որ դա փոխկապված է։ Իսկ ցանկացողները խնդրեմ, դուք կարող եք ասել, որ դրա մասին պայմանավորել են Եգիպտոսում կամ ոչ Եգիպտոսում։ Ոչ։ Եգիպտոսում ուղղակի հերթական երևի թե ինչ-որ հրամաններ են արձակել։ Վերջ։ Սա պլանավորած է բավական վաղուց։ Չեմ կարող ասել կոնկրետ ինչ շրջանակներից, ամերիկյան թե անգլիական, թե զուտ իսրայելական, բայց դա վաղուց է պլանավորած։
ահա թե ինչու նրանք աստիճանաբար սկսել են ոչնչացել այն արժեքները, որոնք պահել են մեր հայոց հասարակությունը, հայոց քաղաքական միտքը, սկզբից ոչնչացրել են բանակ, հիմա փորձում են ոչնչացնել եկեղեցի։ Մի վիճեք, մի վիճաբանեք, առանցքայինը եկել են այդ երկու հասարակական մեր ինստիտուտները, բանակ և եկեղեցի, մի վիճեք, ու հա այդ պատճառով սկսել են ոչնչացնել հենց այդ ինստիտուտներից, ու այդ ոչնչացման գործընթացը շարունակաբար տանում են առաջ, տանում են, ժողովուրդը լռում է, դրա համար հանգիստ տանում են։ Եզրափակիչ ոնց են ասում, զուտ անձնական վերաբերմունքը դա արդեն հայերի տշնամական, հայերի հանդեպ տշնամական և կարևորությունը ճակերտավոր, ոչ ճակերտավոր, բայց դա արդեն հայերի տշնամի, այդ վերնախավ կոչվածը։ Տեսեք ինչքան հետևողական շարունակում են ոչնչացնել եկեղեցի։ Ու դրանում ոչ թե ինչ-որ 2, թե 3, թե 4 սրբազանների ձերբակալությունները, էդի հա, էդի փաստը, տեսանելի փաստերը։ Ես համոզված եմ, որ կան սովորական քաղաքացիներին աչքին նույնիսկ անտեսանելի մասը այդ արշավանքի, այդ պայքարի, այդ պատերազմի մեր հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ու զարմանալիորեն սփյուռքը հայերը ևս մեծ հաշվով լռում են։ Զարմանալիորեն։ Այնպես որ երևի ոչ թե ժամանակը հասունացել, ժամանակը վաղուց է հասունացել։ Ժամանակը հասունացել հենց սկզբից, 2018-ից, երբ որ մի քանի, մի շարք եկեղեցիականները նիկոլական շարժման հետ միավորվել ու գնացել Քայլարշավի երևանյան փողոցներով։ Դավաչանները նրանք են եղել, որ սատանայի ականջները չճանաչեցին, տեղը չբերեցին։ Արդյունքում մենք ստացել ենք A. հակահայկական, B. հակաաստվածային, իշխանական վերնախավ։ Թե երբ, թե ոնց պետք է ևս վերադարձնեն քրիստոնեությունը Հայաստանին և հայերին, կներեք ինձ, ես այդ հարցը չեմ կարող քննարկել։ Դա պետք է ձեզ ասեն այն եկեղեցիականները, որոնք հավատարիմ են մնացել հավատքին, հավատարիմ են մնացել հայությանը, հավատարիմ են մնացել ազգային արժեքներին։ Ես չեմ կարող ձեզ բացատրել, թե ոնց պետք է գործեն առայժմ մեր ունեցած երկու վեհապար, այսինքն Գարեգին B և Արամ A, մեծ տան Կիլիկիո, կաթոլիկոս, թող նրանք խոսեն ձեզ հետ, ու նրանք ձեզ պատգամ տան, թե հայ առաքելական եկեղեցու փրկության ճանապարհը որն է։ Բայց որ դա պետք է արվի, որ մենք պետք է փրկենք և պահպանենք հայ առաքելական եկեղեցի, դա անվիճելի փաստ է։